Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում է Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Կեմերովոյի մարզի Կուզբասի հայերի միության նախագահ Գեորգի Անտոնով Միրզախանյանի եւ Երևանի Պետական Համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Վանասյանի հետ։ Ողջունում եմ, պարոնայք։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել եւ տրամադրել եք ձեր ժամանակը մեզ։ Մենք արդեն խոսել ենք, պարոն Միրզախանյան, այն մասին, որ Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերի չեղարկման հայցով դատական process-ը ավարտված է եւ այժմ սկսվել է ՄԱԿ-ին դիմելու փուլը։ ՄԱԿ-ին այդ դիմելու հայցի պատրաստման հետ կապված հարցերին մենք խոստացել ենք մեր հայրենակիցներին, որոնք իմիջիայլոց շատ մեծ ուշադրությամբ հետևում են այս գործունեությանը եւ այս ընթացքին, այս գործընթացին, նրանց տեղեկացնենք, թե այժմ որ փուլում են, ինչ աշխատանքներ եք տանում, որտեղ եք ձեզ ավելի ամուր զգում, որտեղ օժանդակության գուցե կարիք կա, չգիտեմ, ընդհանուր այսպես հարցը տալիս եմ, ինչպես է ընթանում ՄԱԿ-ին դիմելու գործընթացը, համեցեք։ Շնորհակալություն, հաճույքով կպատասխանեմ, ինչպես գիտեք, ամբողջ դատական process-ը մենք անցել ենք օգոստոս ամսին վերջացրեցինք, Գերագույն դատարանը ասաց, որ իրեն որոշումը վերջնական է, արդեն կարող եք գնալ ՄԱԿ-ի մարդու իրավունքների դատարան։ Սեպտեմբերի ամսին մեր կազմակերպությունը հայտարարություն տարածեց, հայտարարությունով հանդես եկավ, դիմելով հայկական բոլոր կազմակերպություններին, աշխարհասփյուռ բոլոր երկրների եւ նաեւ Հայաստանի, որ մենք պատրաստում ենք ավարտել ենք այդ փուլը եւ պիտի դիմենք ՄԱԿ, ովքեր կարող են, որ կազմակերպությունները ուզում են, թող միանան մեր հայցադիմումին։ Ինչու համար, որտեղ Ռուսաստանի տարածքում մեր կազմակերպությունը ռուսականներ պիտի դիմեն Ռուսաստանի կառավարությանը մեկ ստորագրությունով, մեկ մարդու, այսինքն մեր կազմակերպության ղեկավարի ստորագրություն բավարար է, բայց ՄԱԿ դիմելու համար մենք գտնում ենք, որ պիտի այդ հայցը լինի ներկայացուցչական եւ ամենակիչը պիտի լինի, որտեղ կան դիասպորա համայնքներ, սփյուռքի համայնքներ, ամեն մի սփյուռքից մի ստորագրություն պիտի լինի։ Մտածում ենք այսպես Ռուսաստանում, որ 3 միլիոն հայություն է ապրում Ռուսաստանի կողմից, մեր կազմակերպությունը կլիներ, եվրոպական սփյուռքների կողմից 1-2 ստորագրություն կլիներ, Ամերիկայից մենք խնդրում կունենայինք էլի 1-2 Արևելքից, այո, 1-2 այդպես կստացվեր, որ եւ Հայաստանից 1-2 ստացվեր 5-7 ստորագրություն, ինչի համար, առաջինը անվտանգության համար, որովհետեւ արդեն երբ որ դուրս են գալի միջազգային ատյաններում մեր թշնամիները ավելի լավ են իրենց զգում եւ մեր դեմ լավ աշխատում են, նրանց լոբիզմը շատ ուժեղ է, շատ մեծ է, որպեսզի այնպես չլինի մեկ ստորագրությունով ստորագրող մարդ չկա, այդ հայցը արդեն ավտոմատ կորում է, իսկ եթե այդ մարդը չկա, մնացած մի քանի հայցվորները մնում են, հայցը շարունակվում է, որպեսզի չկարողանան շատ հեշտ ձևով հայցի հարցը փակել։ Այդ պատճառով եւ երկրորդը որպեսզի այնպես լինի, որ քանի որ սա ժողովրդական դիմում է, ոչ թե պետությունն է, մեր Հայաստանի պետությունն է դիմել, այլ հայ ժողովուրդն է դիմել, մենք որպես հայ ժողովրդի մի փոքր մասնիկ, մենք ենք արել եւ ուզում ենք հիմա դառնա ոչ թե փոքր մասնիկը, այլ ամբողջ սփյուռքը, որտեւ հայկական հարցի պահանջատերը ամբողջ սփյուռքն է։ Ելնելով դրանից մենք սեպտեմբերին դա արեցինք, արձագանքներ եկան եւ Ամերիկայի համայնքներից եւ Եվրոպայի համայնքներից եւ Հայաստանի համայնքներից, լավ ընդունվեց եւ Ռուսաստանի տարբեր կազմակերպություններից, ամեն ինչ լավ ընդունվեց, բայց սեպտեմբերից մինչեւ հիմա մենք սպասում ենք էական պատրաստ ստորագրելու կազմակերպություն մենք առայժմ չենք տեսնում։ Բոլորը այո կստորագրեն։ Գուցե վատ ենք իրազեկել, գուցե իրազեկման կարիք կա։ Միգուցե իրազեկել ենք եւ
YouTube-ի տարբեր միջոցներով եւ թերթերում է գրվել Այսինքն հիմա այն փուլն է, որտեղ ձեզ պետք են, որպեսի, ինչպես դուք նշեցիք, եւ Եվրոպա, եւ Միացյալ Նահանգներ, եւ Միջին Արևելք հասարակական կազմակերպություններ լինեն, ովքեր ուզում են մեր դիմումի տակ այդտեղ պետք է հենց կազմակերպություններ լինեն, թե անհատներ։ Շատ ճիշտ հարց տվեցիք, բացատրեմ, ՄԱԿ-ի դիմելու համար, դատարան դիմելու համար տարբեր ճանապարհներ կա։ Ամենակարճ ճանապարհը դա երբ որ ՄԱԿ-ի անդամ պետությունն է դիմում, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը անմիջապես մեկ ամսվա մեջ պիտի ընթացք է տալիս։ Այո, ընթացք է տալիս եւ քննարկում է։ Երկրորդ արտոնությունները ունեն այն պետությունները, որոնք ՄԱԿ-ի անդամ չեն, բայց պետություն են։ Երկրորդը նրանցն է, մեկ աշճան ավելի ստուգվում է նրանց հայցը, ուսումնասիրվում է, նոր է դրվում անվտանգության խորհրդին։ Երրորդ տարբերակը արդեն հասարակական կազմակերպություններն են։ Այ հասարակական կազմակերպությունների ճանապարհը մի քանի աշճան ավելի դժվար է։ Սկզբում քննարկում են կոմիտեները, վարչությունները ՄԱԿ-ի, ուսումնասիրում են, գտնում են, որ անհրաժեշտ է այդ հարցը դրվի վերադասին փոխանցում են աշճաններով, քննարկում են, վերջում անվտանգության խորհուրդը որոշում է կայացնում ստեղծել դատարան, քանի որ դատական հարց է մերը, ժամանակավոր դատարան է ստեղծում մի քանի անդամներից, որը անունը դնում են դատարան, նրանք հարցը ուսումնասիրում են, նրանց որոշումը հաստատվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդով եւ դառնում է վերջնական օրենքի ուժ ունեցող կատարվող ակտ, կատարման ենթակա ակտ բոլոր պետությունների եւ բոլոր միջազգային կազմակերպությունների համար։ Մենք այդ ճանապարհով Այսինքն դուք պատասխանում եք իմ հարցին անհատ է այդտեղ պետք է կազմակերպություն, դուք ասում եք հասարակական կազմակերպությունները պետք է դիմեն եւ ստորագրեն, որ միանում են ձեր հայցին, այո։ Այո։ Հասարակական, բայց ոչ քաղաքական, որովհետև մենք դատական ճանապարհով անցնելուց Ռուսաստանի դատարանը ասեց, երբ որ ըստ էության վերջերս քննարկման ապացուցեց, որ սա քաղաքական հարց չկա այս դիմումի մեջ, զուտ իրավաբանական հարց է, մենք դիմել ենք, որ ասենք, Գարսի Մոսկվայի պայմանագրերը դրանք իրավական են։ Այսինքն եւ Հայաստանում, եթե ոչ հասարակական կազմակերպություն է, այլ կուսակցություն է, չպետք է կուսակցություն լինի։ Քաղաքականացնել Չեք ուզում քաղաքականացնել, դուք կոչ եք անում, այսպես կարելի է ասել, որ այժմ մենք կոչ ենք անում մեր հաղորդումները եւ YouTube-յան ալիքում, մեր YouTube-յան ալիքով դիտում են մեր բոլոր տարբեր երկրների մեր հայրենակիցները։ Կոչ եք անում հասարակական կազմակերպություններին, եթե ցանկություն ունեն միանալու այս հայցին, դա անեն ձեր միջոցով, ինչպես կարող են կապվել ձեզ հետ, միանալ այս ձեր նախաձեռնությանը։ Իսկ խնդրի ձեր միջոցով հեռախոսի համարները տայեք, որտեղ ուզում եք կարող են զանգել։ Նկարագրության մեջ հեռախոսահամարներ կթողնենք, ձեր կարծեմ Երևանյան դուք ունեք, չէ՞, Երևանյան հեռախոսահամար եւ մեր։ Այս հարցը բարձեցինք։ Ավելացնեմ, արդեն հայցը պատրաստ է մեր դեպի ՄԱԿ հիմա գնում է ձևավորման, թե ինչպես վերևի մասը պիտի ձևավորենք, պիտի համար ուզում ենք հանդիպել ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակազմի հետ, որպեսզի կանոնակարգը իրենց ընդունման փաստաթղթի չխախտենք, դա ենք ուզում անենք, եւ ովքեր կցանկանան միանան, մենք կավելացնենք իրենց Որքան ժամանակ կա մենք խոսք ենք տվել, որ մինչև տարվա վերջ հայցը կներկայացնենք, կսպասենք մինչև տարվա վերջ, որպեսզի ովքեր ցանկություն կհայտնեն, նրանց տվյալները մենք կավելացնենք, իրենք կստորագրեն, կդառնան մեզ հավասար հայցատեր։ Այդ դեպքում, եթե դժվար չէ, հայցը կարող եք կամ տվեք ինձ, ես թարգմանեմ ռուսերեն է, հայերեն կարողանամ ներկայացնել։ Ոչ մի դժվարություն։ Համեցեք ուրեմն։ Այո, ուղղակի կարող եմ հնչեցնել հարցերը, թե ինչ են, որպեսզի քանի որ կոչով դիմել ենք միանալուն, ասենք ինչին պետք է միանալ։ Մենք դիմում ենք ՄԱԿ-ի նախագահին, ազգերի
ՕՕՆ-ի Միացյալ ՄԱԿ-ի նախագահին խնդրելով հետևյալ հարցերը տալ գնահատական իրավասության Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերին 21 թվականին իրավական գնահատական իրավական, միայն իրավական գնահատական Երկրորդը, մենք արդեն գիտենք գնահատականը ինչ կլինի, արդեն ռուսական դատարանների պատասխաններից երևում է, քանի որ նրանք գրանցված չեն ՄԱԿ-ի ռեգիստրում, այդ պայմանագրերը գրանցված չեն ռեգիստրում, միանշանակ պատասխանը կլինի կամ առաջի օրվանից այդ պայմանագրերը անվավեր են, որովհետև չեն գրանցված կամ այժմ այդ պայմանագրերը գոյություն չունեն ՄԱԿ-ի համար։ Դա ձեր սպասելիքն է։ Համենայն դեպս հավանական սպասելիք։ Համենայն դեպս առաջին կետով դուք խնդրում եք իրավական գնահատական տալ Իրավական այդ գնահատական տալ։ Լավ, դրա համար դատարան է հավաքվում։ Դա դատական մակարդակով պետք է ատյանում պետք է արվի։ Ակադեմիաների կարծիքը ակադեմիական կարծիք է, ժողովրդի դատարանի կարծիքը ժողովրդական կարծիք է, բայց փաստաթուղթը ունենում է դատարանի Բարի, գնահատական։ հաջորդ կետը։ Երկրորդ հարցը Եթե այդ երկու պայմանագրերը չեն գործում եւ անվավեր են եղել այն ժամանակ կամ այսօրվանից հետաքրքիր է հայ ժողովրդի ճակատագրի Հայաստան պետության, Արևմտյան Հայաստան գաղափար հռչակված պետության մասին, որ փաստաթուղթն է, որ օրինական է ընդունված ՄԱԿ-ի կողմից։ Ահա, դրա համար հարցը դրվում է հետևյալ կերպ։ Գնահատական տալ Ամերիկայի պրեզիդենտ Վուդրո Վիլսոնի նոյեմբերի 22-ի 1920 թվականի Վուդրո Վիլսոնի արբիտրաժ իրավարար վճռին նա անվավեր է գործում է թե չի գործում հաստատ իմանալը որ ռատիֆիցիրովանա վավերացված է Փարիժյան խաղաղ կոնֆերանսում դեկտեմբերի 12-ին 20 թվականին կարգավիճակը կարգավիճակը մենք համոզված ենք որ քանի որ շատ եւ գիտնականներ եւ պետություններ եւ քաղաքագետներ ուսումնասիրություններում եւ Ջոն Կիրակոսյան եւ Յուրի Բարսեղով եւ մեր Հարակարջյան Մանասյանը բոլոր գիտնականները այդ մտքերը արտահայտել են եւ այլազգի բոլորը որ Վիլսոնի իրավարար վճիռը որը կնքված է Ամերիկայի պրեզիդենտի մեծ գնիքով քննարկման ենթակա այսինքն անժամկետ է նա միշտ գործում է ուժի մեջ է մենք սպասում ենք որ կլինի որ Հայաստան պետության հայ ժողովրդի մասին ամենամեծ իրավական փաստաթուղթը գոյություն ունեցող այսօր դա Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռն է հարց է առաջանում բա 100 տարի անցել է ինչու միջև հիմա այդ բարձրագույն գերագույն համաշխարհային ուժ ունեցող փաստաթուղթը չի դրվել գործողության մեջ եւ երրորդ հարցով խնդրում ենք որպեսզի Վիլսոնի իրավարար վճիռը դնել գործողության մեջ ակնկալելով որ հստակ կդրվի գործողության մեջ այստեղ հարց կառաջանա որը առաջացել էր դեռ 20 թվականին երբ որ երկու հանձնաժողովներ մասնակցում էին Սևրի պայմանագրի կնքմանը Պողոս Նուբար-Փաշյան ժողովրդի կողմից եւ Գևորգ 5-րդ կաթողիկոսի մանդատով իսկ առաջի հանրապետության դաշնակցական կառավարության կողմից ներկա էր Ավետի Սահարոնյանը իրար մեջ եղավ գժտություն եւ ընտրվեց այն տարբերակը երբ որ հարց էր դրված Լորդ Ջորջի կողմից ինչքան զորք է, ինչքան ֆինանսներ է պետք այդ հարցը դնելու համար երկու մեր հանձնաժողովները չեկան համաձայնության եւ այդ հարցը օրակարգեց այո չբեկանվեց հետաձգվեց Պարոն Մանասյան դե հա Պարոն Մանասյան արդեն հարցը ձեզ
Ինչ խոչընդոտներ կարող են առաջանալ այս 3 կետերի դեպքում, ինչ հարցեր կարող են ծագել, ինչպես պետք է պատրաստ լինել։ Առաջին հարցն էր տալ իրավական գնահատական Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերին։ Ինչ հարցեր կարող են ուղղել լրացուցիչ ՄԱԿ-ը հայցը ընդունելուց հայկական կողմին։ Այո, այդ երևի այդ գործընթացը պետք է լինի, հա, ենթադրում ենք։ Ճիշտ եմ։ Համեցեք, պարոն Մանասյան։ Դե կարծեմ արդեն ասվեց, որ դրամաբանորեն հնարավոր է երկու պատասխան, երկու կետով կամ մի պատասխան երկու կետով դժվար է պատկերացնում, բայց հնարավոր է այդ երկու պատասխաններից որևէ մեկը լինի, դա այն է, որ այդ փաստաթղթերը որևէ տեղ գրանցված չեն եղել, կնքող կողմերը միջազգային իրավունքի սուբյեկտներ չեն եղել, ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը, եւ այդ իմաստով եւ հենց այդ պատճառով էլ դրանք որևէ գրանցում միջազգային հարտակում չեն ստացել եւ երկրորդը կարող են ասել, որ խնդիրը արդեն ոնց որ հրատապությունը կորցրել է, կարող են այդպիսի պատասխան տալ նաեւ իմիջիալոց կողմերը, այն կողմերը, որոնք սա հնարավոր պատասխաններից մեկն է, որ ես ուզում եմ ասել, այն կողմերը, որոնք ստորագրել են դա, արդեն ըստ էության չկան, Ռուսաստանը, այլ Ռուսաստանը, այդպես կարող են ասել, Ադրբեջանը, որին դրվել է Կարսի պայմանագրով բանը, Թուրքիան հայրը Նախիջևանը, Ադրբեջանը այն Ադրբեջանը չէ, 1991 թվականի Ադրբեջանը հրաժարվել է լինել խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը եւ վերականգնել է իբրև թե 1918-20 թվականների ադրբեջանական դեմոկրատական հանրապետության պետականությունը։ Այսպիսի բաներ ես կարծում եմ հնարավոր է, որովհետեւ ՄԱԿ-ը ինչպիսի հանձնաժողով էլ ստեղծի որպես դատարան, գտնվելու են ուժեր, որոնք խոչընդոտելու են նրա աշխատանքը։ Ենթադրենք 1918-20 թվականներին ազգերի լիգայում 5-րդ կոմիտեում այսպես է եղել այդ հարցերը դրված գտնվել են ընդհանրապես ազգերի լիգայում գտնվել են ուժեր, որոնք այդ պահին չեն ցանկացել Ռուսաստանին հակադրվել, դրանց մեջ առաջին Անգլիան եղել եւ այնպիսի որոշումներ են ընդունել, որ առաջին հայացքից թվում է ակնհայտ է, հայամետ, բայց իրականում այդպես չի եղել։ Հիմա այդ կապակցությամբ ես կուզենայի նաև մի հանգամանք նշել, որ այդպիսի հարցերի քննարկման ժամանակ նույն ենթադրենք լրջորեն են քննարկում ըստ փաստաթղթերի ամեն բառն են դարձնում այլ մեկնաբանության նյութ քիչ առաջ ասացի, որ արդյոք գոյություն են Ադրբեջանի, որին տրվել է, արդյոք Ռուսաստանը, այն Ռուսաստանը, որ կա, իրենք ռուսական իշխանություններն են ասում, որ 18-20 թվականների ռուսական խորհրդային իշխանությունների քայլերը ոչ թե ռուս ժողովրդի ներկայացուցիչներն են արել, այլ ուժեր են արել բոլշևիկների անվան տակ եւ դա մի անգամ չէ, որ ճիշտ ասած ես էլ եմ երբեմն ասում, եկեք չշփոթենք բոլշևիկյան Ռուսաստանը Ռուսաստանի հետ, բայց այնպես է լինում, որ բոլշևիկյան Ռուսաստանի ժամանակ որոշումներ ընդունել են բոլշևիկները եւ հետո երբ ասում են, որ նրանք սխալ են եղել, պետականորեն մի տեսակ հետ են իրենցից գցում են, այսպես ժողովրդական բառով ասեմ, խնդիրը իրենցից գցում են եւ խուսափում են պատասխանել։ Ինձ անձամբ թվում է, որ շատ դեպքերում պետությունները գնահատելով իրենց պատասխանատվությունը նման հարցերում եւ ոչ միայն պատասխանատվությունը, այլև իրենց շահերը նոր պայմաններում
կարող են քաջ հայտարարություն անել, որ իրենց ստորագրությունը հետ են կանչում, բայց սա այն դեպքը չէ, Ռուսաստանը իր ստորագրության բանը չի բանանում։ Պարոն Մանասյան, մի Բայց ես ուզում եմ մի հարց Այո։ Ուրեմն Կեմերովի մարզի Կուզբասի հայերի միության անցած ճանապարհը հիացմունք է առաջ բերում։ Երկար ճանապարհ են անցել, երկար պայքարել են, ես կուրսում եմ, այդպես ասեմ։ Եվ դա լավ օրինակ է, որպեսզի մենք նաև, այսպես ասած, ազգովին այդ վարքը կպնենք այդ գործին, այո։ Իհարկե, միանշանակ դա անվերապահորեն է եւ այն, որ դուք ամեն ձեր Հայաստան գալուց, Երևան գալուց գալիս եք մեզ մոտ եւ ոնց որ հաշվետվություն եք տալիս, թե ինչ եք արել, դա եւս շատ գնահատելի է, որովհետեւ մարդիկ տեսնում են այդ աշխատանքը եւ գուցե եւ վարակվում են ձեր հավատով, ձեր հետևողականությամբ։ Դա շատ հետաքրքիր է այսօրվա համար, այսօրվա այս հուսահատված հասարակության դեպքում, երբ որ մարդիկ չեն վստահում, որ իրենց ուժերին չեն հավատում, որ ինչ-որ բան կարող են իրենք անել եւ այդ արդյունքի հասնել, ձեր օրինակը իհարկե, բայց մենք ձեզ դրա համար չէր, որ մենք ձեզ գովենք, չէ՞, պարոն Մանասյան, պարզապես մենք կոչ ենք անում, սա միանում ենք այն նախորդ կոչին, որպեսզի չստացվի, որ մենք ձեզ շատ գովում ենք, որ մարդիկ վստահեն իրենց ուժերին եւ այդ գործողությունները կատարեն։ Այն, ինչը որ կարող են անել այսօր, չէ, ասում են, այն ինչը կարող ես, արա, ոչ թե մի արա հետո ասա, ես չարեցի, այն չարեցի։ Հիմա դուք անում եք, տանողը դուք եք եւ ձեզ պետք է միանան մարդիկ։ Մեծագույն հույս Սա լիրիկական զեղում էր, կներեք։ Մեծագույն հույսը այս դիմումի այնն է, որ Վիլսոնի վճիռը Ամենայն դեպս մենք էլ ենք ուզում հասկանանք, այո։ Մենք էլ ենք ուզում իմանանք եւ հնարավոր չէ դա ենթակա չէ երանայման կամ խմբագրման կամ Սա ձեր համոզմունքն է։ Հիմա դուք ուզում եք, որ ՄԱԿ-ը ինքը դա հայտարարի, կամ այսպես է, կամ այնպես է, որպեսզի ՄԱԿ-ը չի հայտարարում, ՄԱԿ-ը օրենք է ընդունում, որը կատարման պարտադիր է։ Պարոն Մանասյան եւ պարոն Միրզախանյան, հետին թվով կարող են տեղադրել այդ պայմանագրերը, թե դա այն ժամանակ պետք է տեղադրեին, իրենց այդ դուք ասեցիք ռեեստրում ՄԱԿ-ի չկան այդ պայմանագրերը։ Հետին թվով կարող են դրանք հայտնվել այդ ցանկում։ Չեն կարող, այդպիսի կարգ չկա։ Չեն կարող, բայց մենք կարող ենք դա ներկայացնել ՄԱԿ-ին եւ ցույց տալ այդ իմ հարցը, որ ես ուզում եմ ասել։ Մենք ոչ միայն պետք է այդ փաստաթղթերը հիմնավորման մեջ ձևով ներկայացնենք իրենց եւ բայց նաեւ իր վերլուծությամբ որ խայտարակ բան է եղել այդ կարծի պայմանագիրը ուղղակի խայտարակ փաստաթուղթ է եղել տեսեք այնտեղ այնպիսի խափեություններ կա այնպիսի կետեր կան ենթադրենք ասվում է որ ելնելով ազգերի ինքնորոշման իրավունքից պատկերացնում եք հայկական հողերը վերցնում են բայց դա անում են ժողովրդի ազատ ինքնորոշման անունից ինչպիսի ցինիզմ այս եւ երբ այդպիսի մասնագետներ կան ռուս որոնք ասում են դե կարծի պայմանագրում Ռուսաստանը ներկայ եղել որպես ուղակի վկա մի տեսակ բայց դա այդպես չէ հենց առաջին կետով ասվում է որ այս պայմանագրի հենց առաջին կետով կարծի պայմանագրի առաջին կետով ասում է որ այս որոշումները չեն կարող հակասել մոսկովյան պայմանագրին այսինքն այդ կարծի պայմանագրի ինքը մոսկովյան պայմանագրի իրագործումն է եւ այդտեղ ներկա է Ռուսաստանը այս պայմանագրում Ռուսաստանը ներկա է հենց առաջին կետով է ներկա ուրիշ կետեր կան փախստականների վերադարձի մասին որ ապահովել որ հայ փախստականները վերադառնան բայց 29 թվականին արդեն Ադրբեջանը ասում է եղածողները մեզ համարել են քիչ այսինքն դա մի եղել է անեքսիա բռնազավթում եւ բռնի միջոցներով անընդհատ բռնի այս բաները այս վերլուծությունները նման վերլուծություններ իսկ կարելի է ուղարկել կարծում եմ այդ հանձնաժողովի անդամներին ցույց տալու համար որ դա եղել է բռնության ակտ եւ եթե նույնիսկ դա համարվի
պայմանագիր, ապա նա պետք է անվավեր համարվի, որովհետև դա կանգնել է ուժի ազդեցության տակ։ Ընդ որում Կարսի պայմանագրի տակ է, պայմանագրի մեջ էլ այդ կետը կա, որ կողմերը չեն ընդունում որևէ, տեսեք ինչ որտեղ է հասնում ցինիզմը։ Պայմանագրում ասում է, որ կողմերը չպիտի ճանաչեն մի պայմանագիր այսուհետ, որը հակասելու է։ Չէ, որը ընդունվել է բռնության ուժի տակ։ Այսինքն բռնությամբ անում են եւ ասում են Եվ հա, բռնությամբ անում են եւ հետո փաստաթում են որ չի կարելի բռնությամբ։ Այդ նույնն է ոնց որ նոյեմբերի 9-ի 2020 թվականի նոյեմբերի 9-ում այդ կետը լիներ, հա։ Այո։ Եւ հետո կարող է այդ նոյեմբերի 9-ն էլ մի օր բարձրանա, գիտեք, նույն ձևով։ Իհարկե բարձրանա։ Այդ 9-րդ կետով հանդերձ։ Այնուամենայնիվ ես իմ խնդիրն այն է, որ մեր հանրությունը ճշմարտությունը ինչ մի քանի կետով ես ասացի, բայց դա մեծ նյութ է, որ ճշմարտությունը Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերին անկախ նայած թե ռուսական պաշտոնական ինստանցիաները, այսպես կոչված, ինչ են ասում, ադյանները ինչ են ասում, անկախ դրանից հանրայինորեն տարածել ճշմարտությունը դրա մասին։ Եվ գլխավոր մի բանաձև, որ ես կուզենայի այսօր հնչեցնել, որ ռուսական մեր համակիրները, Ռուսաստանի կամ հասարակությունը կամ փորձագետները պետք է իմանան, որ Հայաստանը նույնիսկ հակառուսական կեցվածքով շահավետ է Ռուսաստանի համար։ Սուվերեն Հայաստանը ավելի մեծ արժեք է, քան որևէ տարածաշրջանի մեկ այլ երկիր, որովհետև նա կանխում է մի վիթխարի ուժի շարժը դեպի Ռուսաստան։ Եթե նույնիսկ սուվերեն Հայաստանն եմ ասում, ինքնիշխան Հայաստանը, որը մի քիչ էլ այսպես ասած ուզում է փոխվել Ռուսաստանից չէ, այսպես շատ են ասում։ Բոլոր իր կարգավիճակներով Հայաստանը շահավետ է Ռուսաստանի համար։ Մենք այդ միտքը պետք է շատ գեղեցիկ ձևով մատուցենք, որովհետև Թուրանի ճանապարհը միայն ինքնիշխան Հայաստանն է։ Եթե նույնիսկ նա հակառուսական ինչ-որ բաներ ասի, նույնիսկ եթե ասի, բայց ես կարծում եմ մեր իշխանություններն էլ այնուամենայնիվ զուսպ կեցվածք ունեն եւ սուվերենության գիծը պետք է պահեն, պետք է պահեն։ Այս պահին թույլ տվեք մի քանի այսպես ռեմարկներ անեմ, որ չշեղվենք, ուղղակի այստեղ խոսակցության մեջ մի քանի պետությունների անուններ մենք տվեցինք, հա, եւ այդ պետությունները ինչ են մտածում եւ այլն։ Ես մեր ունկնդիրներին ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնենք, որ մեր գործունեությունը չի ուղղված որևէ երկրի, որևէ քաղաքական ուժի, որևէ միջազգային ուժի, միջազգային կազմակերպության դեմ։ Եվ այդ պետությունները, քաղաքական կազմակերպությունները մեզ չեն հետաքրքրում։ Մերը իրավաբանական հարց է եւ մինչև հիմա քանի 3 ամսվա ընթացքում, որ մերոնք դժվար են արձագանքում, բոլորի մտքով անցնում է, տեսնես ինչ կմտածի Ռուսաստանը, տեսնես ինչ կմտածի Թուրքիան, տեսնես ինչ կմտածի Ադրբեջանը, ինչ կմտածի Անգլիան, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, Թուրանի գաղափարախոսները։ Մեր գործունեությունը ոչ մի պետության, ոչ մի քաղաքական, ռազմական կազմակերպության դեմ չի։ Մեր հայցադիմումը միայն հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հետ է կապնված։ Այստեղ ես արեցիք այդ։ Այո, դա կուզեմ։ Այժմ գովազդ եմ ուզում հայտարարեմ, սիրելի հայրենակիցներ, սիրելի բարոնայք, գովազդի եթերում մնացեք մեզ հետ, շարունակելու ենք զրույցը, որովհետև դեռ էլի տեսնում եմ կետեր կան, որոնք բացելու, որոնց մասին խոսելու կարիք կա։ Գովազդի եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից
նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա? Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա? 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ Կեմերովի մարզի Կուզբասի հայերի միության նախագահ պարոն Գյորգի Անտոնով Միրզախանյանն է մեր հյուրն այսօր եւ Երևանի պետհամալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը։ Եվ այսպես, պարոն Անտոնով Միրզախանյան, շարունակում ենք լսել ձեզ։ Այո։ Դուք նշեցիք այն կետերը, որոնց պետք է պատասխանի ՄԱԿ-ը ձեր հայցադիմումով։ Եվ պարոն Մանասյանը ներկայացրեց որոշ այսպես հիմնադրույթներ, որոնք գուցե կից փաստաթղթով պետք է ներկայացվեն։ Դուք նախատեսում եք ինչ-որ պարզաբանող կից փաստաթուղթ ձեր հայցին։ Շնորհակալություն։ Բոլոր դատական հայցերը ունենում են կից փաստաթղթեր։ Մենք 18 հատ կից փաստաթուղթ ունենք, որը պիտի լինի։ Այն նույն թվում այդ փաստաթղթերը պիտի պարտադիր լինեն։ Առանց այդ թղթերի ՄԱԿ-ը հիմնարար փաստաթղթերի ՄԱԿ-ը չի ուսումնասիրում։ Չնայած ՄԱԿ-ը ոչ մի փաստաթղթի կարիք չունի, ինքը երբ որ հարցը դնում է քննարկման, պետություններից է պահանջում այդ փաստաթղթերը, որտեղ մենք ներկայացնում ենք ոչ թե պետություններից վերցրած փաստաթղթերը, այլ ինտերնետից, գրադարաններից, գրքերից։ Իսկ ՄԱԿ-ը նման փաստաթղթերի հիման վրա որոշում չի կայացնի։ Սկզբնաղբյուրների հիման վրա է ՄԱԿ-ը որոշում կայացնում։ Մեր այս կից թղթերը ուղղակի
անվանումների ճշտության համար է, որպեսզի ՄԱԿ-ը փաստաթղթերը պետություններից պահանջի։ Այդ հարցում Որ դեպքում ՄԱԿ-ը կարող է չընդունել ձեր հայցադիմումը։ Շատ ճիշտ հարց եք տալի, ՄԱԿ-ը կարող է չընդունել, եթե մենք խախտել ենք իրեն կարգը։ Ամեն մի պետական ատյան, միջազգային ատյան իրեն դիմելու կարգ ունի, կանոնակարգ ունի։ Մենք հիմա արդեն 3 ամիս է ուսումնասիրում ենք, վերջնական տեսքի չենք բերել, դրա համար կարիք ունենք շփվելու ՄԱԿ-ի գրասենյակների աշխատակիցների հետ, որ ճշտենք, որտեղ այդ կարգը մեզ հասանելի չէ։ Այդ կարգերը ներքին շրջանառության համար են եւ միայն կարող է հասանելի լինի ՄԱԿ դիմող կազմակերպություններին։ Եվ հիմա վերջի этаպը պիտի լինի դա, որ ճշտենք ինչպես առաջնամասը մեր հայցադիմում, ինչպես ճիշտ ձևակերպեն համաձայն այդ կանոնակարգի, որից հետո հնարավոր է էլի մեկ անգամ տալուց հետո ՄԱԿ-ը հետ վերադարձնի, չմերժի, հետ վերադարձնի այդպես ոչ ճշտությունների պատճառով 1-2 անգամ, բայց արդեն ՄԱԿ-ի առաջին պատասխանը թույլ է տալու մեզ արդեն հավատալ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա եք։ Մենք համոզված ենք, որ դա առաջի անգամ մենք ճիշտ ենք դիմելու եւ համոզված ենք, որ պատասխանը լինելու է դրական եւ վերջապես մենք հասնելու ենք մեր երազանքներին, հայ ժողովուրդը ծայրահեղ դեպքում, ամենավատագույն դեպքում մենք վերջ կդնենք մի հարցի, որը հիմա ես ուզում եմ հնչեցնել։ Ուրեմն մեծ քաղաքագետ Անգլիայի խոշոր հրեա Ալեքսանդր Միսը դեռ մոտ 10 տարի առաջ մեծ հոդված գրեց լայնածավալ ապացույցներով, թե որ պետությունները, որ ժամանակ, որ խնդիրների դեպքում իրենք միշտ հիշեցնում են հայկական հարցը, բայց հայկական հարցի մասին խոսելով լուծում են իրենց խնդիրները։ Եվ վերջնագիրը այդ հոդվածի հետևյալն էր. հայկական հարցը օգտագործում են բոլոր պետությունները ու ժողովուրդները, բացի Հայաստան պետությունից եւ հայ ժողովրդից։ Ներ 10 տարի առաջ ասված մեծ քաղաքագետի կողմից։ Եվ իրականում փաստերը շատ են։ Օրինակը, երբ որ Թուրքիայում սպանեցին դեսպանին եւ ինքնաթիռ խփեցին, անմիջապես 2 պատգամավորներ Դումայի բարձրացրեցին հայկական հարցի, այս պայմանագրերի հարցը, եւ ինչպես մենք գիտենք, լսել ենք եւ տեսել ենք, Էրդողանը վազեց Մոսկվա եւ ներողություն խնդրեց եւ բոլոր հարցերը կարգավորվեցին։ Դա միայն մեկ օրինակ, որը մենք այսինքն օգտագործում են շանտաժի համար, հա, Թուրքիայի վրա ներգործելու, ճնշում գործադրելու, տարբեր ազգեր, տարբեր երկրներ, բոլոր պետությունները, նույնը Իսրայելը երևի էս վերջերս հիշում ենք։ Վերջերս Իսրայելը ասում են, կընդունեմ հայկական ցեղասպանությունը կճանաչեմ, օգտագործում են իրենց համար։ Միայն մենք չենք զգում, որ աշխարհի ամենահզոր օրենսդրական ակտը մեր վերաբերյալ է, մեր պետության, մեր ժողովրդի վերաբերյալ է եւ չենք օգտվում դրանից։ Իրավարար վճիռը Վիլսոնի։ Այո, ունենալով այդպիսի իրավարար վճիռը, որը ոչ բեկանելի է, ամենաբարձրագույն օրգանի որոշում է։ Ազգերի լիգայի որոշումը, որ այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է համարվում, հանձնարարել է Ամերիկայի պրեզիդենտին այդ որոշումը կայացնի։ Համենայնդեպս դուք ասացիք, որ այս ձեր գործողությամբ մեկ ընդմիշտ մի հարցի պատասխանը կտաք, որ հարցի։ Որ այլ երկրներ, եթե ՄԱԿ-ը ասեց, որ իրավական ուժ չկա այդ հարցի վերաբերյալ, այլ պետությունները մեր հարցը չեն կարող այլևս շոշափել։ Մեր հաշվին, մեր իրավունքի հաշվին իրենց հարցերը լուծել չեն կարող։ Վերջապես մենք ենք բարձրացնում մեր իրավունքի հարցը։
որը համարում ենք, որ միակ հայկական հարցի միակ արդարացի լուծումը դա Վիլսոնի իրավարար վճարի գործողության մեջ դնելը պիտի լինի։ Ես համաձայն եմ ձեզ հետ եւ գտնում եմ, որ այդ բոլոր շահարկումները, երբ հայկական հարցը ցեղասպանության հարցը դարձնում են իրենց պետության համար, այս կամ այն պետությունը դարձում է շահարկման նյութ իր խնդիրները լուծելու համար, դա արդեն այնքան մեծ պատմություն ունի այդ բանը, այդ երևույթը, որ հերիք է, որ մենք ուրախանանք, երբ մեկը մի բան ասում է։ Բայց իրավական գնահատական ենք ուզում ստանալ։ Բոլոր դեպքերում խոսակցություններից մի քիչ մի քայլ ավել, հա, ունենանք։ Նույնիսկ այն բանից հետո, երբ Ղարաբաղը տրվեց Ադրբեջանին, ռուսների ներկայությամբ, Պուտինը վերջում ասաց, բայց այդ ժողովուրդը ունի իրավունք ինքնորոշման։ Ես սխալ բան եմ ասում, հա, եւ հայտարարեց պաշտոնապես, որ հա ինչի համար, միայն մի բանի համար, որ որպես սպառնալիք Ադրբեջանին, թե ես ես էլ կարող եմ անել։ Բայց մենք պետք է արդեն ավելի սթափ քաղաքական մտածողություն ունենք, ազգային քաղաքական մտածողություն ունենանք եւ հասկանանք, որ միջազգային իրավաքաղաքական օրակարգում մեր հարցերի պահպանելու դերը, պահելու դերը մենք պետք է լինենք եւ մենք չպետք է թողնենք, նույնիսկ չպետք է թողնենք, որ տեսեք տասնյակ տարի որ դա շահարկվի, տասնյակ տարիներ, գրեթե տասնյակ տարիներ Միացյալ Նահանգների հայկական սփյուռքը մեր Միացյալ Նահանգների այս ցեղասպանություն բառը օգտագործեք, պահանջում էին կոնգրեսից, պահանջում էին նախագահից, նախագահը կոնգրեսը ընդունում էր, նախագահը չէ ընդունում, հիմա երկուսն էլ ասել են, հետո Բարի, ես ուզում եմ ավարտել արդեն մեր հաղորդումը, եթե ինչ-որ բան ունեք ավելացնելու պարոն Անտոնով Միրզախանյան կլսենք, եթե ոչ, ձեզ պարզապես հաջողություն կմաղթենք եւ կխոստանանք մեր հեռուստադիտողներին, որ ձեր տվյալները, ձեր հետ կապվելու միջոցները ներկայացնենք, որպեսզի կարողանան միանալ ձեր նախաձեռնությանը։ Համեցեք, ավելացնելու բան ունեք։ Մենք կուզենայինք, որ պարտադիր մեր հայցադիմումը կգնա, թեկուզ մեկ ստորագրությունով, եթե ուրիշ կազմակերպություններ չմիանան, միևնույն է մենք գնալու ենք, արդեն ասեցինք ինչի հետ կապված, որպեսզի վերջնական ստանանք իրավական փաստաթող դուք ճիշտ ասեցիք եւ նորից կրկնում եմ, որ մեր հայցադիմումը ոչ մի պետության, ոչ մի քաղաքական ուժի դեմ չէ, միայն ակնկալում ենք հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղության այդ հարցը որպեսզի վերջնական լուծում ստանա եւ շնորհակալություն պիտի հայտնենք մեծ հայասեր մարդ Վուդրո Վիլսոնին, Ֆրիդոֆ Նանսենին, Պողոս Նուբար Փաշային, Վահան Քարդաշյանին, Դիանա Աբկարին, որոնք Վիլսոնի իրավարար վճռի նախապատրաստման, կազմակերպման, ծախսերի հետ կապված բոլորը հարցեր լուծել են այդ 5 մարդիկ, որոնք ես համոզված եմ, որ մեր հայցադիմումը դրական պատասխան է ստանալու եւ մեր ժողովրդին սպասում է լավ ապագա եւս մեկ անգամ ուզում եմ վերջացնել, որ մեր մեծ սեվակի խոսքերով թող հայ ժողովրդի հայկական լեռնաշխարհի եւ Հայաստան պետության ամբողջայության վրա լինի եղեցի լույս։ Շնորհակալություն, պարոն, շնորհակալություն։ Բան եք ուզում ավելացնել։ Ես ուղղակի կուզենայի ավելացնել, որ մեզ մոտ ավանդույթ է դարձել տեղեկատվական պատերազմի նկատմամբ արհամարական նույնիսկ համարանքով խոսելը այն դեպքում, երբ մեր ընդդիմախոսները միլիարդներ են ծախսում որևէ մի բառի համար ամրագրելու համար, կարելի է հիշատակել Ղարաբաղ բառը, ինչքան բան են ծախսում, կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, թե ինչպես են մոռանում Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որպեսզի հետո այդ մասին խոսեն, մոռացություն տալ, լռությունն էլ է տեղեկատվական պատերազմի զենք,
մենք պետք է այդ բաները իմանանք եւ գործենք համարժեք ձևով, իրողություններին համարժեք ձևով։ Շատ շնորհակալություն պարոն Այգ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, կրկին հիշեցնեմ, որ Կեմերովոյի մարզի Կուզբասի հայերի միության նախագահի հետ էինք զրուցում, պարոն Գեորգի Անտոնով Միրզախանյանի եւ Երևանի պետհամալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի զրույցը վարում էի ես Գայանե Արաքելյանս։ Բարին ձեզ։